Զաքյանների տանը նորից ժպիտ եւ ուրախություն է թևածում, իսկ այդ ժպիտ ու ուրախություն պարգևողն այս փոքրիկն է, Սերգեյը։ Սերգեյը 44-օրյա պատերազմում անմահացած Սերգեյ Զաքյանի կրտսեր եղբայրն է։ Ընդհանրապես առաջ չէի խոսում, մարդկանց հետ չէի շփվում, ժպիտը չգիտեի ինչ բան է, հիմա մի քիչ թե ոնց որ կիսված, թեմքով կիսված եմ ես, մի կեսս արցունք է, մի կեսը ժպիտ։ Փոքրիկի լույսաշխարհ գալով ապրելու նոր իմաստ վերագտած ծնողներն անկեղծանում են։ Պատերազմում ավագ որդուն կորցնելուց հետո դժվարությամբ են հանգել կրկին երեխա ունենալու ծանր եւ պատասխանատու որոշմանը։ Երկար մտածելուց հետո բոլորը հարազատները, աղջիկս, բոլորը խորհուրդ էին տալիս, թե ես պիտի համաձայն լինեի։ Դու տեսա, որ ամուսինս աղջիկս շատ են ընկճված, ասի չէ, որոշեցի, որ գումարվա օջախը պիտի ծուխ անպայման ծխա։ Այս մեր գումարվա ադատն է։ Զաքյանները եւս մեկ աղջիկ ունեն եւ 2 թոռնիկ, որից ավագը 4 տարեկան է։ Հենց 4-ամյա մանվելն է այդ դժվարին օրերին որդեկորույս ամուսիններին ստիպել առաջ շարժվել եւ չհուսահատվել, իսկ նորից մայրանալու միտքը ողջունել ու խրախուսել է դուստրը Կարինեն։ Ճիշտն ասած, ավելի շատ ես եմ ուղղորդել։ Ասել եմ, որ մի տան նորից հիացանքի։ Այդ ժամանակ ես էի բալիկ էի ունենալու, ասացին տնենք Սերգեյանին է։ Եվ հենց այդ միտքն էլ ուժ տվեց ծնողներին ոտքի կանգնել եւ շարունակել կյանքն անդառնալի կորստից հետո։ Տիկին Հերմինեն անկեղծանում է։ Մյուս որդեկորույս մայրերի նորից փոքրիկ ունենալու պատմություններն էլ ստիպեցին իրեն գնալ այս համարձակ քայլին եւ նորից զգալ մայրանալու բերկրանքը։ Ես զգում էի, որ գրգում էի իրանց երեխաներին, ցանկալի էր, որ ես էլ ունենայի ու ցկտեցի մինչև վերջ։ Միջև վերջ պայքարելու եւ չհանձնվելու ճանապարհին Տիկին Հերմինեն մշտապես զգում էր ավագ որդու աջակցությունը։ Երազից էլ եկավ, ասեց մա, ես կամ, ես կլինեմ, հենց այդ խոսքերը իմ ականջին եկավ ու ես ասի չէ, պիտի գնամ, ուրեմն ինքը վերածնունդ պիտի լինի։ Շատ աշխուժ, եղբորպես, եղբայրն էլ կենսուրախ, ակտիվ, ժպտերես, մեր մեծ Սերգեն էլ էր այդպես։ Բարեհամբույր եւ ընկերասեր, այսպես են բնութագրում ընտանիքի անդամները ավագ Սերգեյին։ Սերգեյը դեռ մանկուց էր սպորտով զբաղվում, մասնակցում տարբեր մրցույթների, բազմաթիվ հաղթանակներ գրանցում։ Զբաղվում էր հունահարամական բշամարդով, պարապում էր ուրեմն Արթուր Ալեքսանյանի անվան հունահարամական բշամարդի դպրոցում։ Հանրապետական առաջնությունների մասնակցել, լավագույն արդյունքը եղել է հանրապետության երիտասարդների առաջնության 3-րդ մրցանակակիրը։ Երիտասարդ տղան մեծ ոգևորությամբ էլ զորակոչվեց բանակ, ընդամենը 8 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Ժամը 10-ին զանգեց տղաս, բա ինչ կա, ինչ են ասում, բան, ասեցի, մենք արդեն ամեն ինչից կուրսի ենք, ամեն ինչից տեղյակ ենք, դու ասա ինչ կա, մենք արդեն զորամասում չենք, զորամասից դուրս ենք եկել։ Եվ այդպես Սերգեյը 42 օր թեժ պայքար մղեց եւ նոյեմբերի 7-ին զոհվեց բեկորային վիրավորումի հետևանքով։ Սերգեյի զոհվելուց հետո Զաքյանների ընտանիքում երկար ժամանակ խորը կսկիծ ու դառնություն էր, մինչև լույս աշխարհ եկավ փոքրիկ Սերգեյը։ Հիմա ցկտում ենք ավելի մի քիչ մեզ առողջ բայել, կենսուրախ, ես ինձ ջայել եմ պահում, որ փոքրիկից մեծացնեմ, հասցնեմ նպատակին։ Ինչքան որ կարող եմ Աստծո կամոք։ Խորհուրդ կտամ բոլորն էլ դիմեն այս քայլին, եթե հնարավորություն ունեն, եթե առողջություն ունեն, թող դիմեն։ Սա կյանքի է կոչեմ ես։ Հենց մենք ամուսիններով ընդհանրապես իրար հետ չենք շփում։ Տունը լռություն, մինչև պատուհաններից կախված միշտ նայում եմ, երբ պիտի թորներս կան աղջիկս, բայց հիմա արդեն ես ունեմ իմ փոքրիկիս։ Իսկի պատիվ Սերգեյի եւ երիտասարդ մարտիկի հիշատակը վառ պահելու համար Գյումրիում արդեն 3-րդ տարին է կազմակերպվում է նրա անունը կրող հուշամրցաշար։ Ոչ միայն սպորտսմեն երիտասարդներին, այլ նաև փոքրիկ Սերգեյին նույն հայրենասիրական ոգով եւ արժեքները փոխանցելու գործում Զաքյանները ոչ մի ջանք չեն խնայելու։ Կդաստիարակեմ էլի նույն հայրենասիրությամբ, նույն ընկերասիրությունը, ամենալավ դրական կողմերով ցանկալի է որ դաստիարակեմ, որովհետեւ մեր Հայաստանը ամուր լինի։ Զարուհի Ռշտունի, Ռուբեն Մնացականյան, Զինուշ։